Ինչ է տեղի ունենում 3 ազգային ժողովում Սա ինչու համար եմ ասում Տիկին Դիլբարյան ու խնդրում եմ նաև ձեր ուշադրությունը այսինքն ինքը չի մարսել Գյումրին ինքը չի մարսել այս դեպքերն էլ եղել են ոնց որ էս էլ չեն մարսում իրենց թվում է ահա ծածկա դմփոցի կանեն անձնական հողի վրա սա տեղի ունեցել տեսնում են չէ քաղաքապետին անդրադառնում չէ բացարձակ չկար բայց ինչ է սա նշանակում է որ մենք նաև ճիշտ ենք կռահում որ իր անզուսպես անհավասարակշիռ հիստերիկ վիճակը գալիս է նրանից որ ինքը վախ ունի որ վաղար շաբաթի ընտրություններում համայնքի կարող է կրկնվել եւ ինքը ինչ անում է ժողովուրդը իսկ դա ինչ սցենար է ժողովուրդը կընտրի նրան ու ինքը համակրում է ինչ է հայտարարել խնդրում եմ ձեր ուշադրությունը վստահ եմ որ դուք ծանոթ եք ուղղակի մեր հետևորդներն էլ ծանոթանան ինչ է ասում 3 Նիկոլը սա խնդրում եմ ուշադրություն ինքը չի մարսել Գյումրին եւ ինքը վախ ունի վաղար շաբաթի համար հա ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուր շպրտել քաղաքական հանրային դաշտից հայտարարել է Փաշինյանը արձագանքելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը որ կոպիտ էր արտահայտվել ՌԴ հետ միութենական պետության դեմ արտահայտող մարդկանց մասին բայց ինչ է ասել մարդը ասում է եթե դու բազան հանում ես ռուսական 1 ժամ հետո մտնում են այստեղ թուրքերը դուք կասկածում եք որ եթե բազան չլինի թուրքերը մտնելու են ձեր գեղեցիկ աչքերին են նայելու այդ թուրքյան տարածք չեն մտել ադրբեջանցիները ես հարց եմ ուղղում փոխանակի բացուկներ չեն վերցրել թշնամ հակառակորդին անգամ խուսափեմ թշնամի բառը չնայած ինչու թշնամի հակառակորդին դուրս են շպրտում հանրային քաղաքական գործիչներ լավ ասեցիք իսկ դա որտեղ մնաց տրամաբանությունը եւ ընդհանրապես ժողովրդավարությունը որևէ ժողովրդավար երկրի վարչապետ առաջարկում է դուրս շպրտել օրինական ընտրված որևէ քաղաքապետի որը հակաօրինական հայտարարություն չի արել ուրեմն եթե անգամ աներ է կա իրավական կա իրավական գործընթաց այդ գիտեք բառապաշարը մարդկանց դուրս շպրտել վնգստացնել փողոցային էլի կտանեմ կփոխեմ բոլորի տածը նկուղներ կծեփեմ կփռեմ մեկը կար չէ որ ընդօրինակում էր այն Արթուր Հովհաննիսյանը որը մատ էր կտրում լեզու էր կտրում հետո ելել տուն ունեցող մարդկանց որոնք իրենց աշխատանքով մեղաստված տուն էին ընդունել նրանց այդպիսի վիրավորանքեր ներկայացնում ինչ որ ուրեմն իրան ասում են մենք պետք է բացառենք այդ խոսույթը Տիկին Դիլբարյան ուրեմն թուրքական մեծ դաշինքի մեջ մեզ տանում է իսկ այդ դաշինքը մենք գիտենք ինչ է դաշինքը բա քեզ պիտի առաջինը պատասխանատվի այո մենք չպիտի դուրս շպրտենք մեր հանրային քաղաքական կյանքից այն մարդկանց որոնք 15 թվականի եւ դրա շարունակություն Արցախի այո Արցախի ցեղասպանությունը ուրանում են մենք այդ մարդկանց պետք է դուրս շպրտենք Սումգայիթ իմանանք այդ ամբողջ դրա մասին չեն խոսում թշնամին եկել մեր ինքնիշխան տարածքում նստել է բռնազավթել ամբողջ Արցախը Եվ նրանց այդ մեղավորներին, կատարողներին, հրահրողներին դուրս շպրտելու փոխարեն մենք պետք է ում դուրս շպրտենք։ Բայց ինչ է ասել Վարդան Ղուկասյանը սխալ։ Ասում է, եթե դու բազան, մեր դաշնակցի բազան հանում է, այո, պայմանագրով։ Դա բացարձակ օրինական ընկերներ, ռազմական բազա է եւ տարբեր պետություններում մեկ այլ խոշոր այսպես աշխարհաքաղաքական դաշնակից պետություններ ունեն իրենց ռազմական հենակետերը։ Այդտեղ ինչ օրինական բան Ուրեմն ինքը ցեղասպան պետության հետ սահմանապատրաստ բացելու տարածքա տալիս միջանցքը նվիրաբերում Հայաստանի կորցրած տարածք Գորիս կապանճակատեն ճանապարհը թշնամուն հանձնողին չենք դուրս շպրտելու այստեղից որ թղթերի հիման վրային Գորիս կապանճակատեն ճանապարհը հանձնել դա պետք է բացահայտվի 1000 քառակուսի կիլոմետր հանձնողին եւ դրա մասողին չհիշող չբարձրաձայնող Ալիևի հետ գնում հանդիպման Էրդողանի հետ մարդուն դուրս են շփորտում թե ոչ բայց այս մարդն ասում է Սրբազան լեռը ինչ կապ ունի որ հիմա Թուրքիան այն բռնազավթել է եւ իր տարածքում է եւ ընդհանրապես դա ինչ խոսույթ է ընկերներ ամեն զինանշանի եւ դրոշի վրա կարող է լինել քո սրբությունը եւ նրա աշխարհագրական տեղակայումը ոչ մի նշանակություն չունի Տոս անգամ ասվել է, ոմանք չգիտեմ, կիսալուսին են նախընտրում, այո, Եվրամիության աստղերը, հա, կամ Եվրամիության աստղերը, դա խորհրդանիշ է, որ ամեն ժողովուրդների միավորում ինքը իր համար ընտրում է, Արարատ լեռը, որ բիբլիական լեռը, ինչ է, նա թուրքական է, ծիծաղելի է, չէ,
Երբ որ տեղի է ունեցել այդ ջրհեղեղը, Նոյը իր տապանով իջել է Արարատ լեռան, որտեղ էին թուրքական ցեղերը։ Ուրալ-Ալթային ձևավորվել էին։ Չէ, դեռ ոչ ձևավորման գործընթացում էլ չէին։ Այդ որտեղից վերցրին, որ դա իրենցն է։ Այդ ելքի եւ մուտքի դրոշմակնիքից հանեցին, ինչ իրավունք ունեն իրենք։ Զրկել մեծ սրբություններից ասելով, որ թե դա այս տարածքում։ Ինչ գիտեք, ինչ Իսրայել պետությունը մինչև ձևավորվեց, նրանք ամբողջ օրը Սիոնի մասին էին խոսում։ Եվ այդ Սիոն լեռն էր, որ դարձավ այն հզոր Իսրայելի ձևավորման հիմքը, որ այսօր իհարկե սարսափելի է, ինքն է ցեղասպանություն կատարում, բայց որևէ մեկ արաբներից ելնում ասում էր, բա իրավունք չունեք Սիոն լեռը օգտագործել։ Սա ինչ բան է։ Եվ տեսեք, մինչև այս ամբողջ Նիկոլ Փաշինյանի խոսույթը թուրքերը ոչ մի բան չէին ասում։ Հիշեք թուրքական այն ֆուտբոլային դիվանագիտությունը, երբ Գյուլը գալիս էր այստեղ, Լևոն Տեր-Պետրոսյանը Դեմիրելի հետ էր, ոչ ոք չէր, ինչ իրավունք ունեն իրենք։ Ոչ մի կապ չունի, թե այդ լեռը ում հիմա, չգիտեմ, տարածքում է գտնվում։ Այո, բռնազավթված։ Այդ հարցերը դեռ հետո կքնը, ինքը սրբազան լեռ է։ Նա ունի պատմություն աշխարհագրական տեղակայում, եւ պետական ինչ-որ կազմավորման հետ դա որևէ կապ չունի։ Գիտեք, ամբողջ աշխարհը խոսում է Կոստանդնուպոլսի պատմության մասին, մեծ հռոմեական կայսրության մասին։ Հա ինչ, թուրքերը այն բռնազավթել են, հիմա ինքը Իստանբուլ է։ Դա ինչ կապ ուներ, մարդիկ Կոստանդնուպոլսի մասին չխոսեն, առանց այն էլ վերցրին Այա Սոֆիա դարձին։ Այո։ Պատմությունը չի կարելի աղավաղել, եւ ընդհանրապես դա ինչ բառապար։ Մենք իրավունք չունենք որևէ մեկին դուրս շպրտելու։ Բացի այդ, անկախ ամեն ինչից Վարդան Ղուկասյանը ընտրվել է քաղաքապետ օրինական ընտրություններում եւ նրա աշխատանքից իդեպ ռեալ իր աշխատանքից որևէ ես խնդրում եմ արձագանքեք, ինքը արձագանքել է, խնդրում եմ մեկնաբանեք։ Ես չեմ Վարդան Ղուկասյանն է պատասխանել։ Ես չեմ Միշնի նրանց մակարդակի շպրտվի բառին համահունչ չեմ պատասխանել։ Դե տեսնում եք ինչ, այսինքն օրենքի շրջանակում է չեմ պատասխանել, բայց նրանց մեկ առ մեկ կարող են պատասխանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանին։ Եթե վարչապետը 6 անգամ քաղաքապետ ընտրված, 2 անգամ ԱԺ պատգամավոր ընտրված մարդուն ասում է պետք է դուրս շպրտվի, ուղղակի հայ ժողովրդին ուզում եմ ասել, տեսեք, թե մենք ում ենք ընտրել վարչապետ, շատ ճիշտ է ասում, եւ իբրև շարունակություն։ Եվ նոր ընտրությունների նախորդին Նիկոլ Փաշինյանը այդ ինչ բառույթով է հանդես ասում է, մեր իշխանություններին, քո իշխանությունները զորով զորբայությամբ ընտրված, իսկ այս մարդը հիմա ամբողջ օրը մեղադրում էին, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մնացած բոլորին, որ դուք այսինչ ընտրություններով եկեք, իսկ դուք ինչ բառապաշարով եք եկել։ Նոր ընտրությունների նախորդին մարդկանց եք խոսում ընտրված մարդու իշխանության ներկայացուցիչ չէ, դու ինչպես ես խոսում։ Դու դրա հետ համաձայն չես, դա ոչ մի կապ չունի։ Ժողովրդավարության գլխավոր սկզբունքը։ Ես քեզ հետ համաձայն չեմ, բայց պատրաստ եմ իմ կյանքը տալ այն բանի համար, որ դու ազատ արտահայտես քո կարծիքը։ Երեք լսում եմ Տիկին Դիլբարյան 4 օրվա առաջվա հարցազրույցը արդեն թարգմանաբար ներկայացնում էին Ջեֆրի Սաքսի հարցազրույցը, ինչ է ասում, ասում է Թրամփը տգետ է, դեբիլ է, ցեղասպան է, սա է դեմոկրատիա։ Այո, իրենց առաջադեմ ասենգանը միասին կարծես քննարկել են, չէ՞, Թրամփը ցեղասպան է, ցեղասպանության մասնակից է այդ մարդն ասում։ Արաբ վերաբնածները ինչ ասես ասացին Թրամփի երեսին, եւ ինքը ճիշտն ասած ամեն դեպքում լինելուց ինքը լռեց, ոչ մի բան չէր ասում։ Իսկ մեր լրփազգի ներկայացուցիչ ինչ կաներ կծեփ ասած ինձ ծերուկ ինչ որ կծած խնձորել։ Ինչ տեսակ Ալեն ինչ արեց, թքեց։ Ալեն ինչ արեց։ Մարդուն կանգնացել էին դավաճ, ասել ձեռքերը բռնեք, հարվածին, թքեցին, գնացին, ինչ արեցին։ Անհետ ամենաբան լրատվական միջոցով է, երեք լսում եմ, պարզ ասում է, ինքը տգետ է, թերուս է, ինքը ինչից որ խոսում է տեղյակ չի, դեբիլ է, եւ ցեղասպան է։ Տեղումն է այդ մարդու տասնյակ հատորներ։ Այս թերի զարգացած բոժը հիշում եք բղավում ասում էր ժողովրդավարության բաստիոն է, խոսքի ազատության բաստիոն է։ Մարդը կանգնում ասում է, երբ որ դու բազան տանում ես այստեղից, մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ այդպիսի հայտարարություն ես անում, դու մեր ժողովրդին տանում ես թուրքի բերան ցեղասպան։ Ի՞նչն է սխալ ասել Վարդան Ղուկասյանը։ Ես ասեմ, եթե անգամ ինքը դրա այդ համաձայն չէ, ինքը իրավունք չունի, թող վերցնի ապացուցի, որ ավելի լավ է թուրքական բազա մեղա Տեր Աստված տեղավորել։
Բայց դա պետք է բանավեճ լինի եւ այդտեղ ինքը իրավունք չունի մարդկանց։ Դրա մասին է խոսում, բա ինչ է կան, դարպասը բացում եք, որ թուրքերը կան ցեղասպանել։ Եվ ընդհանրում տեսակ չէ, ինքը այդպես լալագին ասում էր, ինչ են շանկում Զանգեզուրի միջոց։ Նորից Թուրքիան եւ Ադրբեջանը Հիմա դրա մասին խոսենք եւ նաեւ ինչ է ասել Վարդան Ղուկասյանը, պատրաստ է մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը, անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարության, այս մասին հայտարարել է Վարդան Ղուկասյանը։ 58 խնդրում եմ, սա էլ արդեն անի մասին ուշադիր 58 միլիարդ դրամ Գյումրից տանում են պետական բյուջե, հետ են վերադարձնում 4 միլիարդ, ինչի, որտեվ ընտրված քաղաքապետ է դրա համար, հա? Ինչի հետ չեք տալ, որպեսզի համայնքը ջզարգանա, իրենք էլ ասեն, տեսեք ձեր նրանք պետք է մեր քաղաքին 27 միլիարդ դրամ բյուջե հատկացնել, բայց 4 միլիարդ են միայն տալիս, դրա համար դատի եմ տալու կառավարությանը։ Ուր է այդ փողերը, ինչի՞ չես տալիս Նիկոլ։ Սիրելի գյումրեցիներ, ձեր ընտրված, տեսեք, ձեր ինչ բան է բարձրացնում, այլ ձեր ընտրությամբ եւ փաստորեն ձեզանից ոմանց սիրելի Նիկոլը չի տալիս այդ գումարները, սա ինչ է կոչում թալան, խարդախություն, ժուլիկություն, ավանտյուրա եւ տանում է ուրիշ տեղ է ճանապարհով լուծել բոլոր փաստերը։ Բայց անարխիայի պայմաններում տիկին Դիլբեր։ Չի հասկանում, բայց մենք մեկ է չպետք է թույլ տանք լրիվ արժեզրկել ինստիտուտները։ Այս իրավիճակում ամենաշատը իմ սիրտը ցավում է, գիտեք, դատական իշխանությունն էինք փորձում կառուցել, ինչ դարձրին։ Վարչապետ լինելով գնացել էր դատարանների դռներ էր փակում, այն կհիշեք սահմանադրական դատարանի դատավորը ստիպված պատուհանից ուզում էր փախչել, ընկավ ոդկը կոտրեց, մի խայտարակ, սափելի եւ ինքնախոստովանություն ասում է, ես այսպես աղաղաղել այս պետությունը, չսիրել պետական հաստատությունները։ Հիմա պարզվում է դատաիրավական համակարգը զարհուրելի իրավիճակում է, հեռախոսային այդ արդարադատությունն է գործում, դատավորին նայում ես Միքայել Սրբազյանի կամ մյուսների դատին, նստած ոչ է լսում է, նայում է պատին, այնպիսի անհաղորդ հայացքով են նստած եւ զգում ես, որ այդ մարդը ինչ որ մտածում է, թե երբ արագ ավարտի, որովհետեւ ինքը արդեն իր գզրոցում ինչ է, ունի պատրաստի։ Հա, երևի չգիտեմ, WhatsApp-ով է հիմա այդպես հումորով ասում են, թե իրական է, չես էլ հասկանում դա ճիշտ է թե սուտ, ինչքան կարելի է այդպես է։ Այն դատավորները, որոնք ինչպես վճիրներ էին կայացնում հոգուտ ընդդիմադիր հայացք ունեցողների, հանկարծ BDԽ-ն այսպես ասած, այո, նորից այնտեղ իշխանափոխություն արեցին, բերեցին իրենց հաճո մարդկանց, քանի որ խորհրդանում իրենք մեծամասնություն են կազմում, ում ուզում են նրանց են ընտրում։ Ինչքան կարելի է այդպես։ Նույնը հակակոռուպցիոնում։ Մենք ի վերջո, որովհետև ես ձեզ ասեմ, հենց 18 թվականին խոստացված այդ լուստրացիան տեղի չունեցավ եւ չբացահայտվեցին թե ովքեր են։ Ինչը բացահայտվել հետո հանկարծ պարզվել որ ԿՊ-ի բոլոր անդամները Թուրքիայի գործակալներ են, կամ թուրքեր են, այդպես։ Հասկանում եք, արդարադատության եւ լյուստրացիայի ազնվության հայրենիքը, պետությունը, ինքնիշխանությունը ինչքան կարելի է ոտնահարել։